Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության և փողերի լվացման կասկածով դեպք։ Ըստ նախաքննության տվյալների երկու անձ փորձել են 956.400 եվրո կանխիկ դրամական միջոցներ ապօրինի տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, դրանք թաքցնելով իրենց ուղեբեռում։ Զվարթնոց օդանավակայանում իրականացված մաքսային զննության ընթացքում գումարը հայտնաբերվել է, իսկ նշված անձիկ ձերբակալվել։ Գումարի ծագման աղբյուրը պարզելու և հնարավոր հանցանքը բացահայտելու համար քննչական կոմիտեն ներդրել է իր ողջ ներուժը։ Ըստ նախաքննության տվյալների երկու անձ փորձել են խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ մաքսային հսկողությունից թաքցնելով տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ Իրավապահների տեղեկություններով գումարը թաքցված է եղել ուղեբեռում գտնվող հագուստների տարբեր հատվածներում։ 2026 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից քննչական կոմիտեի տնտեսական անձնագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն հաղորդում է ստացվի այն մասին, որ նույն օրը ժամը 00:08-ի սահմաններում Դորտմունդ-Երևան ուղիղ չվերթով ժամանած հայ ազգությամբ հայ Նիդերլանդների քաղաքացին եւ ազգությամբ հայ քաղաքացին ուղևորների ժամանակ սրահի մաքսային հսկողության գոտում ինքնուրույն ընտրելով երկուղի համակարգի կանաչ ուղի գոտին հատել են այն, որից հետո ուղեկցվել են մաքսային հսկողության գոտի, որտեղ պետ աշխատակիցների կողմից մաքսային զննման են ենթարկվել վերջինիս թվով 5 ուղեբեռները, ինչի արդյունքում ուղեբեռներում առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 956.400 եվրո կանխիկ դրամական միջոցներ։ Քննչական կոմիտեի տվյալներով մաքսային զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 956.400 եվրո կանխիկ դրամական միջոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ առանձնապես խոշոր չափերի մաքսանենգության և փողերի լվացման հատկանիշներով։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նշված քաղաքացիները ձերբակալվել են և ներկայացվել վարորդակացնող մարմնին։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի տնտեսական անձնագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 7 վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական և վարորդային գործողություններ, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, ինչի հիման վրա հանրային քրեական հետապնդման միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են։ Ձերբակալված անձանցից մեկի վերաբերյալ դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը 2 ամիս ժամանակով։ Դատարանի որոշմամբ Նիդերլանդների քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամանակով, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք, համակցված գրավ և բացակայելու արգելք։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում է ապացուցողական և վարորդային գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Ում էին պատկանում գումարները, որտեղից էր այն տեղափոխվում և ինչ նպատակով։ Արդյոք այն նախատեսված էր օրինական շրջանառության համար, թե պետք է դառնար ավելի լայն հանցավոր սխեմայի մաս։ Քննությունը շարունակվում է պարզելու բոլոր հարցերի պատասխանները։